օրեր առաջ տեղ ունեցավ այն, ինչի մասին առնվազն մի քանի անգամ այս տաղավարում խոսել ենք, քննարկել ենք, վերլուծել ենք, կանխատեսել ենք եւ փաստացի ԱՄՆ-Իսրայել տանդեմը հարձակում գործեց Իրանի Իսլամական Հանրապետության վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը բնականաբար օգտվեց իր պաշտպանական իրավունքից, ինքնապաշտպանության իրավունքից եւ այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմ է տեղի ունենում բազմաթիվ երկրների ներգրավմամբ։ Դուք Տիկին Գալյանին չեք լսել։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, լոխ լավ է։ Անվտանգության խորհուրդը նստել է, քննարկել է, ասել անհանգ ստանալու կարիք չիք։ Իսկ դուք ասում եք տարածաշրջան, պատերազմ, հարևան պետություն, հրդեհ, կարող է ստեղ անցնի։ Հասկանում եք։ Հայաստանի օրվա իշխանությունները ասում են ամեն ինչ լավ է, խնդիր չի։ Բայց օրինակ Ադրբեջանում դեգեներատ իշխանություններ են։ Ի տարբերություն Հայաստանի մտքի գիգանտների։ Երեք պաշտպանության նախարարը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի հետ այցելել է Զորամասեր ռազմաօդայինի ակնարկելով, որ կարող է պատահական մեր տարածաշրջանում ինչ որ հրթիռներ թռչեն Ադրբեջանի վրայով հոբ համակարգերը ստուգելու, այսինքն ինքը թռչում է ուրեմն ռազմաօդային ուժերի զորամասեր, որտեղ ինքնաթիռներն են, հա, իհարկե այնտեղ հոբ համակարգեր կան, բայց հոբ համակարգերը հիմնականում օդանավականներում չեն, բայց իրենք գնացել են օդանավականների հոբ համակարգերը նայելու։ Բարձր եմ ասում, այսինքն այդ օդանավականները ամենայն հավանականությամբ, եթե ոչ այսօր վաղը, ապա մոտ ժամանակներում օգտագործվել է Իրանի դեմ։ Այսինքն այդ երկրի զինված ուժերի կարևորագույն պատասխանատու անձինք պատրաստում են տարածաշրջանային զարգացումներին, որի կոմպոնենտը ռազմականն է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում ղեկավարության կոմպոնենտը պլանայինն է, խոսքս պլանավորում բառը չի, թմրամիջոցի մասին է։ Քաշիր եւ երջանիկ զգա։ Ինչ կռիվ, ինչ պատերազմ, ամեն ինչ լավ է։ Եվ այս իրականության մեջ ենք մենք ապրում ցավոք սրտի, իսկ այն որ տարածաշրջանը 5 րոպե պակաս արդեն պայթելու շեմին է, ես նկատի ունեմ, որ Իրանի հարվածները 15 պետության տարածքին է հարվածել։ Ընդ որում դա բոլորը այս տարածաշրջանն են եւ Իրանը չի ընկրկում, կարծում եմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սխալ հաշվարկը հերթական անգամ ջրերից դուրս եկավ, այսինքն ես կարող եմ այս բանը գնահատել այն ինչ պլանավորել էին ձախողվել։ Վստահաբար իշխանապողություն չկա։ Մտածում են, հիշում եք այստեղ որ ասում են առաջին 5 կամ առաջին 10 ղեկավարներին, որ պլանավոր են սպանեն, ու սկզբունքորեն առաջին 10-ին սպանել են։ Բացի նախագահից խոսքս քաղաքականի մասին չի, իրեն քաղաքական չի։ Գերագույն հոգևոր առաջնորդ 1-2 այաթոլլաներ եւ ռազմական ղեկավարություն։ Եվ հիմա դուրս է գալիս, որ ըստ իրենց պիտի ժողովուրդը դուրս գար հորդեր փողոցներ եւ ասեր ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, մեր երկրի ընդերքը, այդքան նավթ, աշխարհի 17% գազի պաշարներ, Օրմուզի նեղուց, Պարսից ծոց, աշխարհագրական վայր, բոլորը տալիս են Միացյալ Նահանգներին, իսկ ուտեղի վրա բանտիկներ վրա են կապած, բայց թարսիպես է ժողովուրդը ասում է, ինչ, ասում է մենք մսկիթի վրա բարձրացած կարմիր վրիժառության կամ հատուցման դրոշի պահանջատերն ենք եւ ջիհադը հայտարարված սեփազան պատերազմ։ Իդեպ այս համատեքստում պետք է մի քանի դիտարկում իրականացնել։ Ըստ էության պետք է փաստել, որ ամերիկյան կողմը հստակ սխալվել է իր հաշվարկներում եւ դա է մատնանշում այն, որ Դոնալդ Թրամփը սկզբից խոսում էր 4 օրվա գործողությունների մասին, պատերազմի առաջին օրը, հետագայում խոսք գնաց 1-2 շաբաթվա մասին եւ երեկ էլ նա արդեն խոսում էր, որ կարող է դա ձգվել մի ամբողջ ամիս կամ 4 շաբաթ,
Միգուցե նաև ավելի երկար։ Այդ Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու թվերի նման էր, չէ՞, 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, չէ՞։ Եվ իդեպ չբացառվեց նաև ցամաքային զորքերի ներգրավումը։ ներգրավումը։ Չէ, ինչ ցամաք, ես ցամաքային զորքերը ես եմ բացառում, վստահաբար։ Հիմարությունն է, եթե ասելա, ասում են ինչ որ ասելա, հետո հերքելա, հիմարությունն է։ Ցամաքային զորք, այսինքն որ զորքեր մտնի իրան տարածք։ Ամերիկա պետությունը երկրորդ օրը ճաք է տալու։ Ամերիկայում քաղաքացիական պատերազմ է սկսելու։ Ամբողջ տարածաշրջան Մերձավոր Արևելք, արաբական աշխարհ հակաամերիկյան տրամադրությունները հասնելու են աստղերին։ Եվ գիտեք արդյունքում ինչ ալնելու։ Բոլոր վարչակազմերը, որոնք այս կամ այն ձևով համագործակցում են Միացյալ Նահանգների հետ կամ իրենց դաշնակիցներն, այդ վարչակազմերին ուղղակի ժողովուրդը տապալելու։ Այ կտեսնենք ինչ ասել է իսլամական հեղափոխություն 1978-79 թիմը Իրան։